Ուզում եմ հետևյալը ասել, երբ որ ես առիթ ունենում եմ այդ թվում աշխատանք գտնելու, բարեկեցություն կառուցելու հարցում հաղորդակցվել մեր քաղաքացիների հետ, ես սովորաբար մի այսպիսի միտք եմ զարգացնում, որը գիտեմ, որ կարող է նաև վիճահարույց լինել, բայց ես ասում եմ մարդկանց հետևյալը, ասում եմ, եթե դուք աշխատանք եք փնտրում, որպեսզի բարեկեցություն ձևավորեք, ես ձեզ խորհուրդ եմ տալիս աշխատանք մի փնտրեք, որովհետև փնտրվող աշխատանքի արդյունքում իհարկե դուք աշխատանք կունենաք, որոշակի գուցե աղքատության շեմից մի քիչ ներքև, մի քիչ վերև կարողանաք ձեր բարեկեցությունը ապահովել, բայց իրական բարեկեցություն այդ աշխատանքը ձեզ համար չի ապահովի։ Եթե դուք ուզում եք բարեկեցություն, ոչ թե դուք փնտրեք աշխատանք, այլ այնպես արեք, որ աշխատանքը ձեզ փնտրի, այս աշխատանքն է, որ իրականության մեջ կարող է յուրաքանչյուր մարդու համար ապահովել բարեկեցություն, փող, հարստություն եւ այլն եւ այդպես շարունակ։ Ինչ վերաբերվում է փողի եւ կրթության իմացությանը, ի հակառակ ոսկու, նավթի կամ գազի, ես արդեն ասացի, որ գուցե 20, 30, 40 տարի առաջ այստեղ բալանսը մի փոքր այլ էր հավասարակշռությունը կամ ուժերի հարաբերակցությունը, բայց այն, որ մեր ժամանակներում փող ունենալու համար 3 բան է պետք, առաջինը կրթություն, երկրորդը կրթություն, երրորդը կրթություն, այս թեզը ստուգելու համար անհրաժեշտ է ընդամենը հենց այսօր ստուգել աշխարհի ամենահարուստ անձանց ցուցակը եւ կարծում եմ, որ այս պատասխանը այլևս ակնհայտ կլինի։ Կարծում եմ նաեւ այս հարցի պատասխանի ակնհայտությունը կարող ենք արդեն իսկ սկսել տեսնել նաև աշխարհի ամենահարուստ երկրների ցանկը ուսումնասիրելիս։ Եվ այս առումով ես ուզում եմ ողջունել նաև, որ հենց մուտքից մեր գործընկերները, կազմակերպիչները ներկայացրին, որ այդ թվում տեխնոլոգիական ոլորտի մեր գործընկերները ըստ էության արդեն իսկ իրենց ներդրումն են անում, չնայած նոր չէ ներդրումը, բայց այդ ներդրումը գնալով նոր դրսևորում է ստանում հանրակրթության ոլորտում եւ ես համոզված եմ, որ սա ճիշտ ճանապարհ է, որը ապահովելու է մեզ անհրաժեշտ, մեր պետությանը անհրաժեշտ, մեր պետության զարգացմանը, անվտանգությանը, բարեկեցությանը, հարատևությանը անհրաժեշտ 3 հիմնական նախապայմանների ապահովումը։ Առաջինը կրթություն, երկրորդը կրթություն, երրորդը կրթություն։ Շնորհակալ եմ։